թոշակառուների թոշակ ամսական 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Հիմա հետևաբար ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի։ Ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Ինչու ընտրություններից 3 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխեց դիրքորոշումը եւ որոշեց, որ այնուամենայնիվ պետք է բարձրացնել թոշակառուների կենսաթոշակը։ Ընդամենը 2 ամիս առաջ խորհրդանի ամբիոնից Փաշինյանը հիմնավորում էր, թե ինչու դա չպետք է անել։ Պնդելով, որ իրենց հետազոտություններով թոշակառուները ամենաշատը ծախսում են առողջապահության վրա, իսկ կառավարությունն էլ արդեն իսկ ներդրել է առողջապահության ապահովագրությունը, Փաշինյանն արձանագրել էր, որ թոշակները 10,000 դրամով բարձրացնելու կարիք չկա։ Մենք այդ 10,000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ։ Եթե ուղիղ 2 ամիս առաջ Փաշինյանը պատմում էր, որ թոշակառուները Հայաստանում մեծ թիվ են կազմում, ավելին 2018-ի համեմատ թոշակառուները ավելացել են 100,000-ով, որ բյուջեից ահռելի ծախսեր են արվում, առողջապահական համակարգից բացի նաև անկանխիկ առևտրից հետվճար են տալիս եւ այլն, այսօր արդեն Փաշինյանը պնդում էր, թոշակները բարձրացնում են, քանի որ անցած տարի տնտեսական մեծ աճ են արձանագրել։ Ուզում եմ նաև պարզաբանել, թե ինչու է որոշումը կայացվում հիմա եւ ինչի հետ է կապված հենց հիմա որոշում կայացնելը։ Առաջինը, դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր։ Ինչու 2 ամիս առաջ տնտեսական զգալի աճի մասին վարչապետը չէր հիշում։ Վերընտրության ձգտող Փաշինյանն այսօր նաև հիշել է, որ թոշակները բարձրացնելը իր կառավարության խոստումներից մեկն էր։ Որովհետև շատ է գնում, դուք ես խոստացել, չեք արել, այն չեք արել։ Ես կարծում եմ, որ այսպիսով շատ կարևոր է արձանագրել, որ մենք կկատարենք եւ կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու եւ միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որ մենք պիտի կատարեինք մինչև 2026 թվականի հունիսը։ Նա խոսք էր տվել մինչև իմ հիշելով 60,000 բարձրացնել միջին թոշակը 61, այսօր միջին թոշակը 49,000 դրամ է։ Խոսք էր տվել աղքատությունը կրճատել 2 անգամ։ Աղքատությունը չի կարողացել կրճատել 3%-ով։ Խոսք էր տվել, գրել էր։ Այն, որ Փաշինյանն իր այլ խոստումների հետ միասին չի կատարել նաև թոշակները բարձրացնելու խոստումը։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի առանցքային անդամներից Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել էր նաև 3 ազատության հետ զրույցում։ Այսօր արդեն ուժեղ Հայաստանի քաղաքական խորհրդի անդամը արձագանքելով թոշակները բարձրացնելու վարչապետի հայտարարությանը պնդել է, այդ իրենք են ստիպել Փաշինյանին խուճապահար բարձրացնել թոշակները։ 8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատից չտաս։ Հայտնվի մի ուժ, ումից վտանգ տեսնես եւ խուճապահար բարձրացնես թոշակները։ Այսինքն կար հնարավորություն բարձրացնելու եւ թոշակառուն արդեն գիտի ինչ անի այդ գումարի հետ։ Իշխանությունն ի պատասխան այսօր շտապել է հիշեցնել, թե որքան էր թոշակը նախկինների օրոք։ Հիմա եկեք մի պահ նայենք ինչ վիճակ էր 2018 թվականին, երբ որ իշխանություն էին Սերժ Սարգսյանն ու ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայրը։ Նվազագույն կենսաթոշակի գումարը գիտեք ինչքան էր կազմում։ 16,000 դրամ։ Այսինքն մենք 8 տարվա մեջ նվազագույն կենսաթոշակը ավելացրել ենք 30,000 դրամով։ Նիկոլ Փաշինյանի կուսակից ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդել է, իրենց հաջողվել է բարձրացնել թոշակները, քանի որ ի տարբերություն նախկինների վերացրել են բիզնեսներին ճնշելու եւ կաշառակերության արատավոր պրակտիկան։ Բայց հանկարծ չխառնեք։ Ազգադավը մենք ենք, ազգայինը եւ ազգանվերը իրանք։ Դեռևս 2024-ին թոշակների բարձրացման անհնարինության մասին խոսելիս Փաշինյանը պատկերավոր օրինակ էր բերել, ցույց տալու համար, որ թոշակները բարձրացնելու ուղիներ չկան։ Եթե կտրենք հիմա ամբողջ աշխատավարձը ու պարգևավճարները, ավտոներն էլ հետը, ավտոների սպասարկման ծառայությունն էլ հետը դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կարանք բարձրացնենք 9,000 դրամով։
Որքան կկազմի շուրջ 600,000 թոշակառուների կենսաթոշակները բարձրացնելու գումարը եւ որտեղից է կառավարությունը գտնելու այդ փողը, որը 2026-ի բյուջեում ներառված չէ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ազատության այս զրույցում պարզաբանեց, մոտավոր հաշվարկներով խոսքը տարեկան 75 միլիարդի մասին է։ Գումարներն էլ կառավարությունը վերցնելու է պահուստային ֆոնդից։ 75 միլիարդը պահուստային միջոցներից է վերցնելու կառավարությունը։ Պահուստում ունենք տնտեսական աճը ավելին է մեր կարծիքով լինելու, քան պլանավորված է բյուջեի նախագծում։ Այսինքն 24-ի համեմատ այնքան է աճել 25-ին, որ կարող է կառավարությունը այսպիսի շռայլությունների 24-ի համեմատ 25-ի տնտեսությունը 7.2%-ով աճել է։ Դա աշխարհի լավագույն ցուցանիշներից է։ Հարցին թե կառավարությունն անցած տարվա վերջին արդյոք տեղյակ չէր, որ տնտեսությունը աճելու է 7.2%-ով եւ ինչու հենց այդ ժամանակ չբարձրացրեց թոշակները, Գևորգ Պապոյանն արձագանքեց, թե իրենք կանխատեսում էին մոտ 6% տնտեսական աճ, մինչդեռ միջազգային տարբեր կառույցներ շուրջ 5%։ Սակայն ըստ նախարարի, երբ փետրվարի 20-ին վիճակագրական կոմիտեն հրապարակեց տնտեսական աճի ցուցանիշը, դա կառավարությանը վստահություն ներշնչեց, որ կարող են բարձրացնել թոշակները։ Էկոնոմիկայի նախարարին նաեւ հարցրեցինք, եթե Փաշինյանը ուղիղ 2 ամիս առաջ վստահ էր, որ կենսաթոշակը 10,000 դրամով չեն բարձրացնում, քանի որ թոշակառուները չգիտեն դա ինչպես արդյունավետ ծախսել, ապա ինչու կառավարությունը կտրուկ փոխեց իր այդ դիրքորոշումը։ Բայց հիմա ինչպես արդեն կառավարությունը համոզեց, որ թոշակառուն այդ 10,000 դրամը ճիշտ կօգտագործի։ Թոշակառուն իր 10,000 դրամը կօգտագործի այնպես, ինչպես ինքը ուզում է։ Այս ավելացումը բացարձակապես կապ ունի մեր տնտեսական բարձր ցուցանիշների հետ։ Սա վերածվում է ուղիղ ընտրակաշառքի, ավելին, սա վերածվում է պետական բյուջեով ընտրաշավ անցկացնելուն։ Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ ընտրություններից 3 ամիս առաջ թոշակները բարձրացնելու Փաշինյանի քայլը պարզ ընտրակաշառք է։ Եթե հնարավոր է թոշակները բարձրացնել, որը պետք էր անել, ինչու այն նախատեսված չէր բյուջեով, որը անցած տարի քննարկեցինք, ինչու է այն պետք անել այսպես եւ ընդհանրապես հարց է առաջանում պետությունը մեր ղեկավարվելու է, կառավարվելու է, ամեն լավ բաները լինելու են միայն նախընտրական 6 ամիսներին։ Փաշինյանի կառավարության առանցքային անդամներից Գևորգ Պապոյանը մինչդեռ սխալ է որակում ընդդիմության այս պնդումը։ Սխալ մեկնաբանություն է նորից, այն պարզ պատճառով, որովհետև ելի եմ կրկնում, պատճառը մեկն է։ Տնտեսական աճը շատ բարձր է, եթե լինի եկող տարի էլի բարձր, էլի ենք ավելացնելու։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կառավարման 8 տարիների ընթացքում կենսաթոշակը երբեք միանգամից 10,000 դրամով չի բարձրացրել։ Դա փաստացի խոստանում են անել հունիսին կայանալիք ընտրություններից 2 ամիս առաջ, ապրիլին։